Ես ես բերել եմ այն մյուս գիրքն, այս գիրքը տեսեք, Մայրա Թոր Սուրբ Էջմիածին համաբարբար կանոնագիր հայոց։ 18+ բառապաշարը Facebook-յան ստատուսների լեզու դարձրած Փաշինյանը ազգային ժողով է գնացել 2 հաստափոր գրքով։ Պարզվում է առավոտյան Facebook-ում կեղտոտ բառեր գրելուց առաջ հոգևոր գրականություն է կարդում Փաշինյանը։ Առավոտյան շատ վաղ եմ արթնանում եւ ամեն օր գոնե 1.5 ժամ նվիրում եմ ընթերցանությանը։ Հայ եկեղեցու պատմությունը, Հայաստանի պատմությունը 1.5 ժամ ուսումնասիրելուց հետո է Փաշինյանը այսպիսի մտքեր շաղ տալիս Facebook-յան պատին։ Կտրիչ Ներսիսյան, այն պոռնկաբարո Արշակ Սրբազանիդ ասա վերընկնի տեղը, բառից բուն իմաստով վերընկնի տեղը եւ բառից բուն իմաստով պոռնկաբարո։ Փաշինյանի համար չկան չի կարելիներ, Փաշինյանի համար կա գոյաբանական խնդիր, հանուն դրա նա պատրաստ է անցնել ամեն ինչի վրայով, անգամ եկեղեցու, կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Եկեղեցու դեմ արշավը այդքան ինքը չի նախաձեռնել, ինչքան իրեն արել են առաջարկ, որից ինքը չի կարող հրաժարվել։ Ըստ Քոչարյանի եկեղեցու դեմ պայքարը թուրք-ադրբեջանական պահանջ է, նպատակը նսեմացնել, նվաստացնել եկեղեցին։ Որ հակաեկեղեցական արշավում ձեռք-ձեռքի տված են գործում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, վստահ է նաև ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Եթե վերլուծենք ադրբեջանական մամուլը, հատկապես այն քարոզչամեքենա, որոնք գտնվում են պետական տարբեր ստրուկտուրաների վերահսկողության տակ, ուժային կառույցների նախագահական ապարատի եւ այլն, կտեսնեք, որ ներդաշնակ ձևով բավականին մեծ հարվածներ է տեղում եւ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ճանապարհին խոչընդոտ են նաեւ եկեղեցուն սատարող հանրային դեմքերը։ Աբրահամյանի տեղեկություններով բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը Ադրբեջանի վաղեմի նպատակներից է։ Ադրբեջանը շատ վաղուց փորձում է միջազգային հետախուզում հայտարարել եւ փորձում է դրանով նաեւ որոշակի ճնշումներ ապահովել նրա նկատմամբ, քանի որ ըստ նրանց Սամվել Կարապետյանը Արցախում բավականին մեծ ներդրումներ է արել։ Ըստ պատգամավորի, հայ առաքելական եկեղեցուն ժողովրդական մեծ աջակցությունը, որպես գործող իշխանության դեմ մոբիլիզացիայի աղբյուր, խիստ անհանգստացնում է Փաշինյանին։ Բնականաբար դա շատ ավելի անհանգստացնող է եւ անհանգստացնող է հատկապես այն պարագայում, երբ որ եկեղեցու սատարման մասին խոսում են մեծ հեղինակություն ունեցող անձինք։ Եկեղեցուն անverջ սատարում են, իսկ եկեղեցին լռում է։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համոզմամբ միանգամայն ճիշտ վարքագիծ է դրսևորում Մայրա Թորը, հենց այդ լռությունն է հունից հանում Փաշինյանին։ Իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Ինչը վիճարկի չի կարելի ինքը հենց դա է ուզում։ Խնդիրը հենց դա է, որ 5 տարի է, որ ասում եմ, բոլորը շարժվում են Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգով։ Չի կարելի այդ օրակարգով շարժվել։ Ոչ ոք պարտավոր չի ապացուցի, որ ինքը ուխտ չի։ Եկեղեցին ճիշտ դիրք է ընդունել, որովհետև Նիկոլ Փաշինյանը գնում է պրովոկացիաների, որպեսզի ստանա ինչ-որ բախումներ, ստանա բառնամթերքային նույն պատասխանը, որից հետո մտցնի դա իրավական դաշտ։ Իսկ իրավական դաշտում կատարվում են մուրճ ճոճողի հրահանգները, արդեն 7 տարի։ Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։